Ողջույն սեր ընկերներ, ուրեմն ես քիչ առաջ մի հատ գրառում էի կատարել, ասեցի մի հատ բացատրություն տամ, հատկապես այդ դոգի դատավորության բաժնի կապակցությամբ, ասում եմ բոլորիդ համար ուրեմն հետաքրքիր լինի։ Իդեպ այսօր արդեն իմ գրառումից նկատած կլինեք գրառումները կատարեց, ինչ որ եմ գրել եմ, ուրեմն հոգևոր խորհուրդը ժողով արեց, շատերը մտածում էին հիմա ինչպիսի այդպիսի կոչերը արձակվելու, եկեղեցու կողմից զանգեր են հնչեցելու Նիկոլի գծած այդպես խաղի կանոններով շարժվելու են, բայց կատեմ շատեր հիասթափվեցին, եկեղեցին մնաց իր բարձունքում, չիցավ ներքև, չիցավ Նիկոլի մակարդակին եւ չմտավ այն օրակարգի մեջ, ինչ որ Նիկոլն էր իր համար գծել եւ մնաց մի խոսքով իր բարձունքի վրա։ Դա շատերին դուր չի եկել, առաջին հերթին ասում եմ հենց Նիկոլին, որը նպատակ ուներ ամեն կերպ եկեղեցու ներքաշել այս կեղծ օրակարգի մեջ, իր կեղտոտ խաղերի մեջ, Նիկոլն էլ գազազած եւ մյուսը կարծում եմ արդեն նկատեցիք թե ովքեր են հոգևոր խորհրդի այդ հայտարարությունից դժգոհ եւ մի տեսակ գազազած նյարդայնացած, կարծում եմ կարի չկա մարդիկ ովքեր փոխկապակցված են Միշեկի կամ Միքայել Մինասյանի հետ, միած գրառումները կա արդեն կարող եք մտնել այդ գրառումները նայեք, տեսնեք որ հենց այնքան որ Նիկոլն է դժգոհ, կարծեմ նրանք էլ դժգոհ են։ Բայց այս ընթացքում հետաքրքիր մի բան կատարվեց, ես հիմնականում դրա մասին եմ ուզում խոսել, ձեզ մի փոքր բացատրություն տամ։ Ուրեմն մայիսի 28-ին Վարդան Ղուկասյան այդ դոգ կոչվածի դատավարությունն էր հերթական Լաս Վեգասում։ Դատը կայացավ, գիտեք, վաղուց արդեն դատական նիստերը դրմփակ են տեղի ունենում։ Ես երեկվա իմ լայվի ժամանակ էլ նույն խնդրին ասեցի, որ այդ դրմփակ լինելը ոչ թե այն պատճառով է, որ գախնի այդպես քննարկումներ այդտեղ լինում եւ նյութերի գախնի լինելու պատճառով է դատաքննությունը դրմփակ լինում, ինչպես իրենց փաստաբաններն են սիրում ներկայացնել, այլ պարզապես առաջին նիստի ժամանակ հենց դոգի կուսակցության մարդիկ վերցրել էին եւ դատական նիստը նկարանել էին, ինչը Միացյալ Նահանգներում արգելված է, դուք իրավունք չունեք դա անեք, եւ ոչ միայն նկարանել էին, այլ քսել էին հենց ուղղակի կուսակցության Facebook-ի էջի մեջ։ Եվ դրանից հետո բնականաբար հետո դա հասանելի էր դարձել դատավորին, դատավորը դա նկատելով որոշել էր, որ սրանից հետո դոգի բոլոր դատաքննությունները պետք է անցկացվեն դրմփակ, ուրեմն դրմփակ լինել այդ պատճառով է։ Ոչ ոք չգիտի ինչ է այդտեղ տեղի ունենում, ինչ է կատարվում, ընդհանրապես դոգը ինչպես է կանոնավորվել։ Տանք հիմա ես երեք իմ լայվի ընթացքում խոսել եմ դրա մասին, կարող եք գնալ կենտեն նայեք։ Հետաքրքիրն այն է, որ մայիսի 28-ին վերջին դատն էր նշանակված, դատաքննությունն էր մեր ժամանակով մայիսի 28-ի ճաշին պիտի լիներ, իսկ դատը ավարտվելուց հետո, որը երևույթին կարծես երկար էլ տևել է մի 3-4 ժամ, թե դոգ կուսակցությունը պաշտոնական հայտարարություն տարածեց իր Facebook-յան էջի մեջ դեռ մինչև այսօր կա, նաև հետո իր փաստաբանը Լևոն Բարսեղյանը, թե չեմ սխալվում, թե Լևոն Բաղդասարյան, ուրեմն մտավ, ուրեմն հայտարարություն տարածեց, որ հաջորդ նիստը լինելու է հունիսի 4-ի առավոտյան ժամը 8-ին, այսինքն առաջիկա չորեքշաբթի առավոտյան։ Դրա մասին իրենք հայտարարել են եւ մինչեւ այսօր այդ հայտարարությունները չեն փոխել։ Ես նույն օրը կասկած հայտնեցի այդ հայտարարության մասին, ինչու, որովհետեւ Immigration-ի այդ քորթի այդ կամ դատարանի պաշտոնական կայքի մեջ որևիցե տեղեկություն չկար, որ նոր դատաքննություն կամ դատալսում է ներկայացված, ժամադրություն է ճշտված դոգի համար։ Ընդհանրապես այդպես է լինում, նախկին անգամներ այդպես է, որ եթե ժամը ճշտվում էր, անմիջապես կայքի մեջ այդ ժամը տեղադրվում էր եւ դու կարող էիր տեսնել, թե երբ է լինելու հաջորդ նիստը։ Դրա մասին պաշտոնական կայքի մեջ ոչ ճիշտ չկար, մինչև երեգիշեր, որ ես վերջին անգամ ստուգել էի, ոչ ճիշտ չկար, բայց իրենք պնդում էին, որ չորեքշաբթի օրը պետք է դատական նիստ լինի։ Նոր քիչ առաջ ես փորձեցի ստուգել, տեսնեմ որ update կա, թարմացում կա, ու նկատեցի զարմանս ինձ եւ ձեզ, այո կա, եւ նոր դատաքննություն է նշանակված, ոչ թե չորեքշաբթի հունիսի 4-ի առավոտյան ժամ 8-ին, այլ հուլիսի 2-ին, այսինքն մոտավորապես 1 ամիս հետո։ Հուլիսի 2-ի առավոտյան ժամը 8-ին է նշանակված նոր դատաքննությունը, որը պետք է դոգի կապակցությամբ լինի։ Իդեպ նա հիմա այս պահին չի որ որոշել են, այսինքն որոշված այլ է հունիսի 4-ին հետո փոխել են, չգիտեմ հիմա ինչ է եղել անկեղծ ասած, բայց պաշտոնապես հիմա եթե գնաք այդ կայքի էջի մեջ նայեք, ուրեմն հուլիսի 12-ը լինելու է դատաքննություն։ Հիմա շատերը կարող են ասել դա որտեղից քեզ հայտնի, դա ինձ հայտնի է, որտեղ կա մի հատ case number, այդ case number-ը հենց դոգ կուսակցությունը իր պաշտոնական իր Facebook-յան էջում դեռ քանի ամիս առաջ էր դա հրապարակել։ Եվ իդեպ այդ 1 ամսյա ինտերվալները
կարծում եմ շատ ճիշտ է, այսինքն հենց սկզբից հենց հուլիսի 2 ավելի ճիշտ թվականն է, որովհետեւ եթե նայեք հենց սկզբից էլ ամեն դատաքննություն չէ մյուսը մոտավորապես 1 ամիսվա ժամկետով է դա այդպես ասած ինտերվալներով է դա տեղի ունեցել։ Հիմա հարցը ամենում հարցականա, որ ինչու էին խաբել ժողովրդին, ինչու էին հունիսի 4-ի մասին հայտարարություն տարածել։ Ես կարծում եմ դոկ կուսակցությունը հիմա պարտավոր է նաև բացառություն տա այդ տեղեկությունները որտեղից էր եկել, ինչու են սխալ տեղեկությունները տարածել։ Ես անձամբ կարծում եմ, որ դրանք բոլորը կապ ունեն այսօրվա վերջին մի քանի օրերի այս զարգացումների հետ, որ Երևանում տեղի ունեցել, Նիկոլ Փաշինյանի այդ գրառումները, որ կատարեց եկեղեցու կապակցությամբ, իմ կարծիքով դա է եղել։ Նիկոլ Փաշինյանը գրառումներ է անում, ժողովուրդ այդպես ընդվզմա դուրս է գալի, եկեղեցին զանգերն է հնչեցնում, դուքն էլ հիմա հուլիսի 4-ին իբր թե ինչ-որ դատաքննություն, բան, ինչ-որ հայտարարություն իրենց ստանում են, ինքն էլ իր զանգվածն է բերում եւ այն ամբողջ խեղկատակությունը, որ պլանավորել էին, իրականություն է դառնում Նիկոլի եւ մյուսների բեմականությամբ, որը հիմա կարծես այս հաշվով ըստ երևույթին կարծես բոլոր պլանները խառնվել է իրար եւ այդպես չի լինելու։ Հիմա սպասենք դոկ կուսակցության պաշտոնական հայտարարությանը, նաեւ իր փաստաբանական խմբի հայտարարությանը, տեսենք ի վերջո այդ մարտիկ երբ են ուզում վերջ տալիս խաղկատակությանը դոգի հետ կապված եւ ի վերջո ի հարգանս այդ մարդու այդ դոգի հետևորդների գոնե մի անգամ իրականությունը բացատրեն, ասեն թե իսկապես ինչա տեղի ունենում, ինչա կատարվել այդ кейսի կապակցությամբ։ Ես սկզբից հարցերը որ տվել եմ շատ հստակ է, երբ, ինչպես եւ ինչ հանգամանքներում է դոգը կալանավորվել։ Եթե այդ բարձվի, դրանից հետո մնացած արդեն դուք կարող եք հասկանալ եւ իմանալ ինչա լինում։ Ամեն դեպքում ես այսօր էլ ասել էի, որ Նիկոլ Փաշինյանը չի անդրադառնալու, փորձելու է կրակը թեժացնել, իսկ հիմա փորձելու են պլան B մշակել, ինչ որ ձևով այդ կրակի վրա վառոդ դնել։ Հիմա այդ վառոդի ծերտի կարծես հիմա դոգը չի կարող լինել հուլիսի 10 առնվազն չէ հուլիսի 2-ին ինքը դեռ բանտում պետք է նստած լինի եթերներից զրկված, թե ինչա լինելու հիմա չգիտեմ, սպասենք զարգացումներին, տեսնենք ինչ տեղի կունենա։ Բայց կարծում եմ ինձ համար հետաքրքիր պետք է լինի նաև ձեզ համար, թե դոկ կուսակցության եւ թե փաստաբանական խմբի բացատրությունները, որը հույսով եմ չի ուշանա։ Այսքան ասեցի բացատրել ձեզ ժողովուրդ, որպեսզի տեղյակ լինեք նորությունների մասին դոկի հետ կապված։ Շնորհակալ եմ։